Այս գիշեր հանրապետությունում սպասվում է ցրտահարություն։ Հնարավոր վնասները կանխելու, բերքը փրկելու համար այսօր գյուղատնտեսության նախարարությունը մասնագետներ է հրավիրել խորհրդակցելու համար։ Մասնագետները խորհուրդ են տալիս այսօրվա ընթացքում այգիներում արագ ծխախույտեր պատրաստել եւ ծխահարում անել։ Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը եւս մեկ տարբերակ առաջարկել։ Ցրտահարությունից խուսափել ցողապատման եղանակով, այսինքն սովորական սրսկիչով հնարավոր է ջուր ցողել պտղի կամ ծաղկի վրա։ Ցածր ջերմաստիճանի պայմաններում ջուրը սառում է եւ ծաղիկը պահպանվում է։ Ուղղակի արդեն պտղակալված այգիներում վնասի աստիճանը այդքան շատ չի լինի, ինչքան նոր ծաղկած այգիներում, քանի որ ծաղիկը վնասվում է, ծաղկի վարսանդը վնասվում է մոտավորապես 0.5-0.6 աստիճանի պայմաններում։ Հնարավոր ցրտահարությունից խուսափելու համար լավ միջոց են նաև ծխատուփերը, որոնք սակայն շատ թանկ են եւ գյուղացին չի կարողանում դրանք ձեռք բերել։ Ագրարային համալսարանի բուսաբուծության եւ բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը խորհուրդ տվեց փակել բաց սածիլանոցները, իսկ թաղանթածածկ ջերմոցները կրկնածածկել։ Կարելի է ամանների մեջ աթարի կտորներ, թաց տերևներ, փոքր կրակով ուրեմն այրել, իջեցնել ծխեցման վիճակի եւ դրանք տեղադրել ջերմոցների ուրեմն եզրամասերում։ Իսկ երեք տեղացած կարկուտի եւ հորդառատ անձրևի հասցրած վնասների վերաբերյալ գյուղնախարարությունը դեռ չունի ստույգ տվյալներ։ Որտեղ որ կարկտահարություն կամ քամիներ, ուժեղ քամիների արկայությամբ մանավանդ կարկտահարություն լինում է, բնականաբար ինչ որ չափով վնասներ կլինեն։ Բայց այն աստիճանի չի լինի, որ մենք բերքից ամբողջությամբ զրկված լինենք։ Սուսաննա Պողոսյան, Հասմիկ Ֆարոյան, Էփֆեն։